փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր լկտիաբար հողորտում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հասցեին։ Տեսեք 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսօր Հայաստանի Հանրապետության տասնյակ, եթե ոչ 100,000-ավոր քաղաքացիներ բառից բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետած տոկոսների տակ։ Եվ մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուժ տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերին։ Բոլոր առանց բացառության։ Ես ուղիղ ասեմ դեմ եմ նման որոշումների։ Այդ ոնց է տենց է, այդ շատ հեշտ է, եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք։ Այդ լուրջ եք ասում, հոր տենց ասելով չի կներեք։ Եթե ասում եք մարդը անհատ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին, այլ անհատ տաքսու վարորդների մասին։ Մենք ասում ենք, որ այդ մարդիկ որևէ վճարելու անհրաժեշտություն չունեն։ Այսինքն մարդիկ կարող են աշխատել այդ գործունեության այդ տեսակը իրականացնել առանց վճար ունենալու, առանց լիցենզիայի։ Վերաբերում է տաքսի վարորդներին, տաքսու վարորդներին, յուրաքանչյուր տաքսի վարող պարտավոր է ունենալ լիցենզիա այդ տաքսին վարելու համար։ Եթե չունի լիցենզիա, ինքը տաքսի վարող չի։ Պետք չի ասել, այդ ոնց է որ նախարարը թոշակառուից, չգիտեմ քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում, որտեղ նախարարի աշխատանքի որակից է կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա, թե չի ավելանա եւ ավելանա ինչ տեմպով։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը, այլ ընդհանրապես ստիպում են կարոտով հիշել, թփերի տակ թաքնված, խեղճ ու կրակ, չակերտներով գայշնիկներին։ Իսկ ինչ են խոստացել մենք արագաչափերի։ Ինչ են խոստացել մենք արագաչափերի։ Որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Եվ վերջում չմոռանաք արտասանել Սերդեչնի պրիվետ at Հարութինա Զիմզիմովա։ ԵՏՄ-ն Հայաստանում բացի վնասներից ոչ մի օգուտ չի բերել։ Իմ վարչապետ ընտրվելուց հետո, ինչպես արդեն հայտարարել եմ, Հայաստանը կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Я хочу сказать, что нет никакого движения в сторону Европейского Союза, потому что Армения остается там, где он есть. В это непростое для всех нас время следует сосредоточить усилия, чтобы максимизировать эффекты ЕАЭС с учетом национальных приоритетов социально-экономического развития. Կորոնավիրուսը ումշունն է, որ այնպես որ դուխով ժողովուրդ ջան։ Ասում ենք քաղաքում խոճապա, հիմա նկարվում են, չեք վախենում կորոնավիրուսը։ Նկատի ունեմ, սա վիրուս է, գրիպի նման վիրուս է, բայց ավելոտ խոճապ պետք չի տարածել։ Հայաստանի քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունը իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է եւ այսպես շարունակ իհարկե պետք է հասկանալ թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը այսօր ասում են կարող են կանխել պատերազմը
որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Ես թիվ 1 պատասխանատուն եմ, Եվ բայց թիվ 1 մեղավորն եմ, բա ով է։